Զգացմունքներս այնքան շատ են, բայց մտածում եմ, քանի որ այսքան մտքեր ասեցինք եւ երեք ամբողջ օրը աքսիոմները, որ կարդացել էի, զրուցում էի Ռուբեն Վարդանյանի հետ, երևի հիմա ավելի շատ պատմեմ զգացմունքներիս մասին եւ այն ազդեցության մասին, որը ինքը որպես անհատ եւ որպես ինձ համար հերոս ազդել է ինձ վրա։ Մեկ անգամ եմ հանդիպել Ռուբեն Վարդանյանին եւ դա այդ հարցազրույցի, երբ ինձ զանգահարեցին, ասացին ուզում են հարցազրույց վերցնել, ես ապշեցի, որ ես հայտնվել եմ Ռուբեն Վարդանյանի տեսադաշտում եւ հետո հարցազրույցի ժամանակ, երբ ինքը ասաց, քո ծնողները ժամանակին թողել են Հայաստանը եւ գնացել Արցախ ապրելու, դու ինչու այդ քայլը չես անում։ Ես ապշեցի, այդ հարցին պատրաստ չէի ընդհանրապես, որովհետև գիտեի, թե թատրոնից է հարցնելու եւ այլն, շատ անսպասելի էր եւ ուղղակի հիշեցի, ինչու մենք վերադարձանք Արցախից, հիշեցի, որ հայրիկս էր գերության մեջ, Կարլենը, եւ որ հետո հայրիկը որ վերադարձավ գերությունից, գանգրենա ուներ ու մենք Արցախից ուղղաթիռով ընտանիքով վերադարձել ենք Հայաստան ու այդ ա եղել պատճառը, որ ընտանիքը հետ ա եկել Արցախից։ Հետո երբ արդեն վերջացավ հարցազրույցը, ես ապուշ պատասխան տվեցի, հիշում եմ, հետո որ նստեցինք սուրճի շուրջ, ինքը ասեց, ուզում եմ ասել, որ ես սեպտեմբերին գնալու եմ Արցախում ապրելու եւ ես շատ ված զգացի որպես արցախցի, որ Ռուբեն Վարդանյանն ամեն ինչ թողնում է գնա Արցախ ապրելու, ես նստել եմ Հայաստանում եւ ասացի, որ դուք գնաք, Գառնանը մենք թատրոնով կգանք, ես կգամ այնտեղ բեմադրություն անելու, չգիտեմ, որպես օրինակ, երբ մեկը մի կարևոր մարդ գնում է, ոնց որ ինքը քեզ դրդում, ոնց որ դու էլ ես, ինքը օրինակ է դառնում քեզ համար։ Ու հետո արդեն որ գնաց բլոկադան եղավ եւ այլն եւ այլն։ Ու չգիտեմ, այդ պահից սկսված շատ մեծ հարազատություն եմ զգում իր ընտանիքի հանդեպ, իր հանդեպ, չգիտեմ ոնց որ քույրը լինեմ, ես էլ Նարինե Կարլենովնան եմ եւ ամեն րոպե եմ ապրում այս ամեն ինչը եւ հիշում եմ, որ այդ օր առավոտյան, որ համացանցում հայտնվեց առաջին ուղերձը Ռուբեն Վարդանյանի, հիշում եմ, որ սկսեցի նայել ու ուղղակի բարձր ձայնով լացում էի, որովհետև չէի հավատում, որ մարդը կարող է բանտում գտնվելով, Շուշիի բանտում գտնվելով, այդպես չբաքվի, վայ կներեք, պապան է Շուշիի բանտում, Բաքվի բանտում գտնվելով, այդպես լավատես լինել, այդպես ուշ տալ եւ լացում էի ոչ միայն իր համար, ինձ համար էի լացում, որ ոնց եմ ինձ թույլ տվել սենց ճկվել, կքվել, ոնց կարելի է, որ ինքը ուղղակի իր վարքով ուղղակի օրինակ էր մեզ համար։ Ես այդ ուղերձից հետո մի մետր բոյովացել էի, որտեվ սենց հանկարծ զգում ես, որ եթե սենց հերոս կա, ես էլ եմ հերոս, ուրեմն։ Եվ ինձ համար ինքը ներկա է, ամեն պահ ներկա է, ամեն իր գրառումով, նոր ուղերձով ներկա է եւ այդպիսի մի խոսք ասում էր, ես ուզում եի փոխել աշխարհը սկզբում, հետո հասկացա, որ աշխարհը փոխել չեմ կարող, որոշեցի կողքիններից փոխել, հետո տեսա, որ դա էլ չի ստացում, ինքս ինձ որոշեցի փոխել։ Եվ Ռուբեն Վարդանյանն ինձ համար ինքը իրեն փոխելով, իր քայլերը անելով, առողջության վարակում է մեզ էլ, այդ ուժով է վարակում, այդ լույսով է վարակում, ոնց որ Սևակ ասում է իրար առողջության վարակենք, այդ հավատով, այդ որ ես զոհ չեմ, այդ իմ ընտրությունն է, չգիտեմ, այդ բոլոր խոսքերը, ես երեք ապշել էի 7-րդ աքսիոմի վրա, այսօր շատերս նշեցինք, որ հնդկական կղզում նույն երջանկություններ, հնդկական օվկիանոսի կղզում, ինչ այդ բանտում, չգիտեմ, այդ ինչքան ներքին մեծ ազատության պիտի գալ, ինչքան մեծ քաջություն ունենալ եւ ինքը հատիկի պես է, որ սենց հողի մեջ ծիլատալու ու բոլորիս վարակի այդ ամեն ինչով եւ բարև եւ եթե մեր ամեն մի խոսքը իրեն այդքան ինքը զգում է եւ ուժ է տալիս, ուրեմն մեր կողմից բարևեք, իմ կողմից էլ եթե հիշում եք եւ ես պատրաստ եմ ամեն շաբաթ գանք խոսենք ու ինքը այդ ուժը զգա այսքանը